Ավարտված են ջահերով երթի դեռ 2 ամիս առաջ սկսված նախապատրաստական աշխատանքները։ Երիտասարդները կարել են Արցախի եւ Հայաստանի 50 մետրանոց դրոշների պատրված հատվածները, նորոգել ջահերը, ավելացրել դրանց վառելիքը։ Ջահերով երթի մասին այս օրերին մայրաքաղաքում անցկացրած իրազեկման ակցիաներից կազմակերպիչները հասկացել են աննախադեպ շատ մարդ է միանալու այս տարվա երթին։ Միայն 2000 ջահակիր է լինելու։ Կանթեղները, որոնք էլի ջահերից հետո հաջորդում են մինչև երթին, նրանք էլ մինչև 10,000 եւ ավել կարող են ունենալ, մարդիկ մեծ ցանկություն ունեն մասնակցելու եւ ջահակիրների թիվը երբեմն սահմանափակվում է նրանով, որ մարդիկ մեծ ցանկություն ունեն, սակայն հնարավորությունները չի ներում, որովհետեւ բավականին դժվար է ջահերը հանրապետության հրապարակից ուղիղ շարքերով դասավորված հասցնել մինչև Ծիծեռնակաբերդ, դրանով պայմանավորված է երբեմն մարդիկ նախապատվությունը տալիս են կանթեղներին։ Ջահակիրներն այս տարի Սողոմոն Թեհլերյանի պատկերով շապիկներ են հագնելու։ Շապիկների հետևում գրված է լինելու երթի այս տարվա կարգախոսը՝ «Զարկ, երբ հալածում են քեզ»։ Սողոմոն Թեհլերյանը մեր համար եւ ոչ միայն մեր ասելով նկատի ունեմ հայ ազգի համար ուժի հավաքական կերպար է, այդ իսկ պատճառով դրա կարիքը մենք շատ ունենք ուժի վճռականության եւ նեմեսիսի։ Այս կարգախոսը ընտրվել է որպես ուժի խորհրդանիշ, որի կարիքը մենք շատ ունենք, ստացած բազում հարվածներին պատասխանելու համար մենք պիտի կարողանանք ուժեղ լինել։ Մի ուրացիր, կարդում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի լոգոյի վրա։ Հանրապետության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ քայլող մարդիկ համայն հայությանն են չուրանալու կոչ անելու։ Հիմա, երբ հայ ժողովրդի հիշողությունը պետական մակարդակով են փորձում բթացնել, առավել քան երբևէ կարևոր է սթափ ու զգոն լինել։ Միուրացիրը ասվում է, որպեսզի հասարակությունը ցույց տրվի, որ ցեղասպանության հարցը մեր համար կարմիր գիծ է եւ ցեղասպանությունը մեր բոլորի վերքն է եւ իրավունք չունենք այդ կետից նահանջելու։ Մեր պետությունը վերջին տարիներին այնպեսի քաղաքականություն է իրականացնում, որ ամենակարևոր մեր ազգային հարցերը, Արցախյան խնդիրը, ցեղասպանության հարցը տարվում է դեպի մոռացության, պետական մակարդակով նման քաղաքականություն է տարվում եւ այո, այդ տեսանկյունից հատկապես այս տարի ջահերով երթի կարևորությունը ընդգծվում է։ Տարոնն իր գիտակից կյանքում միշտ մասնակցել է ապրիլի 23-ին կազմակերպված ջահերով երթին, սկզբում ընտանիքի հետ, հիմա արդեն որպես կազմակերպիչ։ Ամեն տարի էլ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, բայց չգիտես ինչու, միայն վերջին տարիներին է այդ երևույթն այդքան տհաճ իշխանական որոշ շրջանակների համար։ Դրոշ վառելը առհասարակ միջազգայինորեն ընդունված բողոքի արտահայտման միջոց է եւ ամեն տարի էլ հասարակությունը ջահերով երթի ընթացքում իր բողոքի ձայնը բարձրացնելով նաեւ այդ նմանատիպ ակցիա է իրականացնում։ Սփյուռքը նույնպես ակտիվ է լինելու։ Ավելի քան 20 երկրում հայերը դեսպանատների առաջ բողոքի ակցիաներ են կազմակերպելու։ Ցույց են տալու, որ չեն համակերպվում 110 տարի առաջ տեղի ունեցած թուրքական ոճրագործության հետ, որ երբեք չեն ուրանալու ցեղասպանության զոհերի հիշատակը։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։